Ողջույն, հարգելի ընկերներ, ես ձեզ ողջունում եմ իմ Facebook-յան էջի ու եթերում։ Ինչպես խոստացել էի, նախընտրական քարոզարշավի այս ընթացքում կփորձեմ ամենօրյա ռեժիմով լինելու եթերում քննարկել օրվա կարևոր իրադարձությունները, հայտարարությունները։ 4-5 այսպիսի եթեր արել ենք, բավական հաջող, երկու տարբեր հարթակ միասին, եթերները 30,000 եւ ավելի դիտում են ունենում, ինչը նշանակում է այն թեմաները, որոնք մենք քննարկում ենք, հետաքրքրում են մեր հանրությանը, հետեւաբար մենք պետք է այդ թեմաները մեր ուշադրության կենտրոնում պահենք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը այսօր էլի փողոց էր դուրս եկել, Երևանի փողոցներ։ Ես արդեն ասել էի, որ քաղաքացիական պայմանագրում բավական թեժ վեճ է եղել եւ եղել է որոշում, որ Փաշինյանը հնարավորինս հեռու մնա քաղաքացիներից, այսպես շփումների մեջ չլինի, որովհետեւ Փաշինյանը ուրեմն adekvatության սահմանները չի ճանաչում, հաճախ հոգեկան խանգարումների մեջ է ընկնում եւ այդ տեսարանները խանգարում են կազմակերպել կամ փորձել կազմակերպել իր վերընտրությունը։ Այնպես որ այս անգամ էլ Փաշինյան այո շրջում էր, հիմնականում մոտենում էին մարդիկ, որոնք նախապես պլանավորված էին, կազմակերպված անձինք էին։ Այսօր ասում են, որ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների կողմից Հայաստան Դաշնքի ներկայացուցիչների նկատմամբ սադրանք է կազմակերպվել, ճիշտ ասած այդ դրվագը չեմ հասցրել ծանոթանալ, մենք ինքներս նախագահ Քոչարյանի գլխավորած թիմով Հայաստան Դաշնքի այդ հատվածը Արմավիրի մարզում էինք, տարբեր համայնքներում հանդիպումներ ունեցանք, բավական ակտիվ հետաքրքիր մթնոլորտ էր, այդ դրվագը բաց եմ թողել, եթե որևէ մեկը տեղեկատվություն ունի այդ մասով, խնդրեմ այստեղ տեսանյութով կիսել, ինչ որ տեսանյութ աչքովս ընկել է։ Մինչև հիմնական թեմային հասնելը կխնդրեմ անպայման կիսել, սիրելի ընկերներ, այս եթերը ձեր էջերում, որովհետև հենց ձեր շնորհիվ է, որ այդ վերջին 4-5 եթերը 30,000 եւ ավելի դիտում է ունեցել, դա ձեր աջակցության շնորհիվ է, որ կիսում եք ձեր էջում, դժվար չէ, հարգելի ընկերներ, հանդուրժող եղեք, նախընտրական քարոզարշավի այս ընթացքում տեղեկատվության տարածման հարցում այս ձեր կողմից տրվող աջակցությունը մեզ պետք է, որ ճշմարտությունը հասցնենք մեր հայրենակիցներին։ Մինչև դուք կիսում եք, ես ներկայացնում թեման, որ այս բանը քննարկելու ենք։ Փաշինյանը Ավանում, Ավան համայնքում էր, եւ այնտեղ ասում են եղել է միջադեպ, երբ շենքերից մեկի պատուհանից միացրել են Արցախի մասին երգ, եւ ամենայն հավանականությամբ հենց այդ երգը լսելուց հետո Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է հայտնվել եւ կրկին խոսել է պատերազմից։ Ինչ է ասել Փաշինյանը, հիմա եկեք հասկանանք, ես այդ տեսանյութը կբեռնեմ մեկնաբանությունների բաժնում, եթե դա հնարավոր լինի, բայց ասեմ ինչ է ասել, Փաշինյանն ասում է, որ եթե ընդդիմադիր ուժերը գան իշխանության, Ալիևը չի սպասելու, որ Հայաստանը ուժեղանա եւ հենց հաջորդ օրը պատերազմ է սկսելու։ Ֆիքսենք, Փաշինյանն ընդունում է, որ ընդդիմադիր ուժերի իշխանության գալու դեպքում Հայաստանը բռնելու է ուժեղացման ճանապարհ եւ երկրորդ Փաշինյանը փաստորեն անուղղակիորեն հայտարարում է, որ Ալիևին ինքը տվել է խոստում, որ իր վերընտրվելու դեպքում Հայաստանը չի ուժեղանա, Ալիևը անհանգստանալու պատճառ չի ունենա։ Կամ եթե թարգմանենք եւ ստանանք մեր եթերի վերնագրի ավելի բացված տարբերակը, Փաշինյանը շատ ուղիղ ասում է, ժողովուրդ ջան, եթե ինձ չընտրեք, Ալիևին կասեմ, ձեզ կսպանի, սահմանին պատերազմ կսկսի։ Ուրիշ ձև հնարավոր չի սիրելի հայրենակիցներ սա մեկնաբանել, որովհետեւ գիտեք, Ալիևը չի կարող երբ ուզել պատերազմ սկսել։ Ավելին ասեմ, եթե երբ իշխանությունը փոխվի, ես գրեթե բացառում եմ, ցանկացած նորմալ տարածաշրջանին ծանոթ, Ալիևի, Ադրբեջանի խնդիրներին ծանոթ փորձագետել հարցնեք, իրենք կասեն, գրեթե բացառում է, որ Ադրբեջանը պատերազմ սկսի։
Որովհետև նախ պատերազմ սկսել է, այդպես չի, որ Ալիևը ամեն պահի կարող է, աշխարհակահաղական կոնսենսուս է պետք, հիմնավորումներ են պետք, թեկուզ ձևական, մի խոսքով, բազմաթիվ այսպես կրիտերիաներ կան, որոնց համընկման պարագայում նոր Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, եւ որ ամենագլխավոր գործոնն այն է, որ Հայաստանում պիտի լինի իշխանություն, լավ դե image-ն է այդպես կձևակերպում, դեգեներատ իշխանություն է պետք։ Եթե իշխանությունը դեգեներատ չի, իշխանությունը դավադիր չի, իշխանությունը ծաղրացուների իշխանություն չի, Ալիևը բացառում է պատերազմ սկսի։ Սրա մասին առանձին մի քանի անգամ խոսել եմ, որովհետև Ալիևի համար պատերազմ սկսելը, որը երաշխավորված չէ հաղթանակով, կարող է նշանակել իշխանության կորուստ եւ կարող է նշանակել ընդհանրապես կյանքի կորուստ, որովհետև Ադրբեջանում էլ բավական լծված են Ալիևի դեմ այս հաղթանակով Նիկոլի շնորհած որոշակի ճնշել է հասարակությանը, բայց Ադրբեջանում լուրջ դժգոհություն կա Ալիևների կլանի նկատմամբ։ Հետևաբար ինքը հիմա հաղթանակով ասում է ես ձեզ բերել եմ հաղթանակ, դուք պետք է ինձ հանդուրժեք, փոքր ինչ պարտության պարագայում տշելով հանելու են Ալիևին։ Ինչպես դա մոտավոր լինելու էր 2020 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանը մեկ դիրք կորցրեց։ 100 հազարավոր ադրբեջանցիներ լծվեցին ուղղակի Բաքվի փողոցներ եւ ասում են կամ հեռացիր Ալիևին կամ պատերազմ պիտի սկսես։ Եվ Ալիևը արագացրեց պատերազմ սկսելու գործընթացը, սրանով սա եւս կարևոր գործոն էր 44 օրյա պատերազմի սկսման համար։ Բայց Փաշինյանը ոնց որ ասած տամարը բռնել է, հասկացել է թե հասարակությանը, իրեն հավատացող հասարակությանը ինքը ինչպես կարող է ճնշել պատերազմով ասելով, որ ինձ չընտրեք, Ալիևը ձեզ կսպանի։ Այսօր Դաշնակցության ներկայացուցիչ Հարգարժան Իշխան Սաղաթելյանը պատահական ձևակերպում չընտրեց, ասելով, որ հայ հասարակությունը, Հայաստանի քաղաքացիներն ունեն երկու ընտրություն։ Ալիևի երկու որդիները, Հեյդար Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքականապես Նիկոլ Փաշինյանը Ալիևների ընտանիքի ներկայացուցիչ է։ Եթե այդպես չլիներ, ինքը իրեն իրավունք չէր վերապահի Ադրբեջանի բանակով սպառնալ հայ ժողովրդին։ Մենք էլ, որպես արժանապատիվ ժողովուրդ, պիտի այդ որոշումը կայացնենք, Նիկոլ Փաշինյանին ասենք, դու էլ պաշոլ եղար, Ալիևը էլ պաշոլ եղավ, չեք կարող պատերազմ սկսել, դրա ռեսուրսը ու հնարավորությունը չունեք։ Ալիևը կարող է մի դեպքում պատերազմ սկսել, եթե դու մնաս իշխանության եւ ձեր պայմանավորվածությունները հակահայկական իրականացնելու համար անհրաժեշտ լինի բեմադրել պատերազմ, որպեսզի հայկական կողմը տա զոհեր եւ այդ զոհերի հոգեբանական ճնշման ներքո հայ ժողովրդին ստիպեք գնալ համաձայնել այն զիջումներին, որի շուրջ պայմանավորվել եք Ալիևի հետ։ Այլ պարագայում պատերազմը գրեթե բացառվում է։ Չեմ ուզում ասել 100%, որովհետև աշխարհում 100% որևէ բան չկա, բայց 999 կետ 999% այդքան բացառվում է։ Այդքան բացառվում է։ Եվ այս մարդը դիտավորյալ է անդադ պատերազմից խոսում։ Փորձում է ճնշել հասարակությունը, փորձում է վախեցնել հասարակությանը, փորձում է Ալիևի Ալիևին որպես դագանակ մեր գլխին օգտագործել, բայց մենք ասում ենք, գիտեք, մենք գիտենք, որ Ալիևը չի կարող պատերազմ սկսել, մենք գիտենք, որ արժանապատիվ իշխանություն ունենալու պարագայում մեր շահերը պաշտպանված են լինելու, եւ սա իրենց հոգեխանգարմունքի մեջ է գցում։ Չկա առիթ պատերազմից վախենալու, եթե Փաշինյանը հեռանում է։ Եթե Փաշինյանը հեռացվում է, այդ ժամանակ պատերազմ չի լինում եւ թեման փակվում է, մնում է բանակցային ճանապարհով մեր խնդիրները լուծել եւ հայկական շահը սպասարկել։ Այստեղ նաև փորձեմ ընթացքում ինչ-որ հարցերի պատասխանել, մինչ այդ ես խնդրեմ ձեզ անպայման կիսվել ձեր էջերում, այս պահին 50-ից ավել հայրենակից է հետևում եթերին,
Ընդամենը 3 հոգի է կիսվել ուղի եթերով, ես կառաջարկեմ մեր հայրենակիցներին անպայման կիսվել իրենց էջերում, դա որևէ դժվարություն չի, կիսվելով ձեր էջերը տրամադրելով adekvat էս վերլուծություններին, որտեղ հատկապես եթե հավանել եք, ուրեմն adekvat եք համարում վերլուծություն, որ 30-ից ավել մարդ է հավանել, կիսվեք ձեր էջերում, հարկային պարտավորություններ չեն առաջանալու այս ուղի եթերը կիսելու պարագայում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կիսվում են այս եթերով։ Ուրեմն այստեղ հարց հնչեց, փորձեմ հենց այդ հարցին նաև պատասխանել եւ թեման շարունակել։ Այստեղ ասում է քաղաքացին Վաչե Սարգսյանը, ասում է, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հրահարի նոր մարտի 1։ Գիտեք, Փաշինյանն էլ, ինչպես Ալիևը, չի կարող անել այն, ինչ կուզենա։ Որովհետև եթե հասարակությունը որոշի գնալ ընտրությունների, հասարակությունը անի իր ընտրությունը, 60 եւ ավելի տոկոս մասնակցություն լինի, Փաշինյանը հասկանալով հեռանալու է, եթե չհեռանա, իր համար շատ ծանր հետևանքներ կլինեն, շատ ծանր, անցանկալի հետևանքներ, որովհետև նման հետևանքներով եղած իշխանափոխությունը շատ ավելի դժվար իրավիճակներ է ստեղծում։ Ես անկեղծ այն համոզմունքին եմ, որ մենք իրավունք չունենք ներքին լարվածությունների, ատելության դոզայի բարձրացման, մենք պիտի ի վերջո գանք համերաշխության, մենք ասելով ես նկատի ունեմ նաև բոլոր նրանց, ովքեր միամտաբար, մոլորված լինելով հավատում են Նիկոլ Փաշինյանին։ Ես եւ վստահ եմ մեր adekvat հայրենակիցները Փաշինյանի ստերին հավատացող քաղաքացիներին, մեր հայրենակիցներին չենք օտարում մեզանից, որովհետեւ մենք մեզանից ասելով էլի իրենց նկատի ունենում։ Չեմ էլ ուզում, որ իրենք մեզ չեմ ուզում մենք ու իրենք անեմ, մի խոսքով, այդ միասին կարողենքի տրամաբանության մեջ Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք։ Խոսքը քաղաքական ԿՊ-ի քաղաքական վերնախավի մասին չէ, իրենք թուրքերին ծառայողներ են, խոսքը մեր հայրենակիցների մասին է, ովքեր սխալմամբ, միամտությամբ հավատացել են Նիկոլ Փաշինյանին, այո, նրանք մեր հայրենակիցներ են եւ մենք պիտի սիրենք ու հարգենք իրար միայն այն պատճառով, որ մենք հայրենակիցներ ենք։ Եվ մենք այդ մենքի տարբեր մասեր ենք։ Հիմա մոլորված են, ինչ որ պահի մարդիկ կտեսնեն իրականությունը, ամեն բան կփոխվի, պետք է փոխվի կրթական համակարգը, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանի նման կերպարների հետևից չգնան եւ այսպես շարունակ դրանք փոփոխություններ են, որ ժամանակի հետ պիտի տեղի ունենան, բայց առաջին իհարկե իշխանության փոփոխությունն է։ Փաշինյանը վստահ եմ իշխանություն լինելով արդեն հասկանում է, որ եթե նոր մարտի 1 է հրահրում, դա իր համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, անդառնալի հետևանքներ։ Ընդ որում անդիմադիր ուժերի կամքից անկախ, որտեղ ժողովուրդը, ես սա էլի եմ ասել, կսրբի ու կտանի բոլորին, այդ թվում նաև են անդիմադիր ուժերին, որոնք փորձեն խոչընդոտել ժողովրդին իրենից խլված իշխանությունը իրեն վերադարձնելու այդ գործում։ Այստեղ հարցի շարունակություն կա, բայց որոշ մեր հայրենակիցներ ենթագիտակցաբար գնան արկածախնդրության։ Արկածախնդրության կարծում միայն ժողովուրդը հավաքական իմաստով չի կարող սխալվել, ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի։ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ արկածախնդրության եւ վստահաբար կմնա հենց այդ արկածախնդրության տակ, որովհետեւ Հայաստանում այլևս, գիտեք, իրեն հանդուրժելու տեղ չի մնացել մարդկանց մոտ։ Եթե մարդիկ չընտրեն իրան, ինքը այդ ընտրությունը փորձի գողանալ, դա շատ վատ հետևանքների կբերի։ Սրանով երևի թե այս հարցը սպառեցինք, այս հարցի պատասխանը։ Հիմա հաջորդը ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ Սա շատ կարևոր թեմա է, որովհետև իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, որ նման թեմա չկա։ Այնինչ, այդ թեման կա, ես այսօր հանրավակի ժամանակ էլ խոսեցի այդ մասին Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքում, ես հիմա փաստերով կխոսամ, միայն փաստերով, որովհետև փաստերը այն
գործիքն են, այն զենքն են, որը թույլ է տալիս ամենաբարդ թեմաները շատ այդ ամենաբարդ թեմաների մասին խոսել շատ հանգիստ, շատ պարզ, որովհետև տակը դրված են փաստեր։ Ալեն Սիմոնյանը Հարայդ հեռուստաընկերության եթերում շաբաթներ առաջ հայտարարեց, թե օգոստոսի 8-ից հետո ադրբեջանական կողմը չի խոսել Հայաստան ադրբեջանցիների բնակեցման մասին։ Ես էլ այսօր հանրավակի ժամանակ ասեցի, ուրեմն մայիսի 4-ին իմ հոդվածում եմ ասել, ստում է Ալեն Սիմոնյանը, եթե տեղյակ է, եթե անտեղյակ է, ապա ինչ է անում ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Ուրեմն վերջին հայտարարությունը ադրբեջանցիների կողմից եւ շատ կարևոր է արձանագրել Ալիևի կողմից ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին եղել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ինչ է ասել Ալիևը։ Ասել է. հավատում ենք, որ արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը եւ մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարի դրացիական հարաբերություններ։ Ալիևն ասել. Մաղթում եմ հաջողություններ այս ավանդական միջազգային համաժողովի աշխատանքներին, որ արդեն դարձել է միջազգային հարթակ եւ եւս մեկ անգամ ընդգծում է իմ վստահությունը, որ առաջիկա քննարկումները կնպաստեն մշակութային ժառանգության պաշտպանության եւ վերադարձի իրավունքի ընկալմանը, մեր հայրենակիցների անվտանգ, արժանապատիվ եւ խաղաղ վերադարձին հայրենի հողեր եւ կարեւոր քայլ կդառնա հաշտեցման եւ խաղաղության ճանապարհին։ Ասում ժողովուրդ ջան, հաշտեցման եւ խաղաղության համար հայերի հետ մեզ պետքա որ իր ձևակերպամբ մեջբերում ասա արևմտյան Ադրբեջանի խաղաղասեր համայնքի անդամները վերադառնան իրենց հայրենի նախնիների հողեր։ Գիտեք որտեղ այդ նախնիների հողերը։ Ես այսօր հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակված հարցազրույցի ժամանակ էլ միացեցի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չլինի տպավորություն, թե որևէ բան ավելացում, որևէ բան պակասեցում է։ Ըստ Ադրբեջանի անկախության հռչակագրի Ալիևի ասած այդ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների հայրենի հողերն են Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի մի հատվածը, Տավուշի մի հատվածը, Արարատի մարզի որոշ հատվածներ։ Սա է իրենց պատկերացրած այսպես կոչված արևմտյան Ադրբեջանը։ Եվ դրա մասին ինչքան էլ փորձում են ստել քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները, ինչքան էլ Ալենը հանրայինների եթերում հայտարարի, որ օգոստոսի 8-ից հետո նման հարց չի բարձրացվել, Ալիևը խոսել է օգոստոսի 8-ից 4 ամիս անց, 4 ամիս անց եւ ընդամենը շաբաթներ առաջ կամ ամիսներ առաջ լավ։ Բայց այլ բան էլ տեղի ունեցավ, ուրեմն արդեն այս տարի 2026 թվականի հենց Ալեն Սիմոնյանի հարցազրույցի օրը, կարծեմ մայիսի 1-2-ին Ադրբեջանում տեղի է ունեցել, ուրեմն միջազգային քննարկում նվիրված այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքին։ Ուշադրություն անուններ եմ կարդալու հիմա ես, ինչ կարդամ առաջարկում անպայման կիսվել այս եթերով ձեր էջերում։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի անդամներ Ռիզվան Նաբիևը, Մալահատ Հասանովան, ընդ որում Մալահատ Հասանովան այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչը Միլի Մեջլիսում իրենց խորհրդարանում։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր նախկին նախագահ Սաակաշվիլիի թիմակից Գիգի Ծերեթելին, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Էրդողանի կուսակից Զեյնաբ Յիլդզը, ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքի Օբերն համալսարանի քաղաքագիտության միջազգային քաղաքականության ամբիոնի վարիչ պրոֆեսոր թոշակառու գեներալ Հայաթ Ալվին եւ Ավստրիայի Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատանքի եւ եվրոպական իրավունքի ինստիտուտի դոցենտ իրավաբանական գիտությունների դոկտոր Եգան Մասիմովան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլոբալ ծրագրերի խորհրդատու եւ հրապարակախոս Էլիֆ Սելչուկը։ Որտեսում ընդամենը շաբաթներ առաջ հենց Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունը պարունակող հարցազրույցի օրը նման միջազգային համաժողով է տեղի ունեցել Ադրբեջանում։ Խորագիրն էլ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունք։ Բա ո՞նց չկա այդ հարցը։
Ինչ են անում սրանք, այս ստախոսները թաքցնում են այս իրականությունը, հույս ունենալով կազմակերպել իրենց վերընտրությունից հետո ինչպես Արցախի պարագայիներ ընտրվում էին դեօկուպացիայի օրակարգով Շուշի եւ Հադրութի ընթացքում հանձնեցին Արցախ, ասեցին ժողովուրդը մեզ այդ մանդատը տվել է։ Հիմա նույն բանը ուզում են գցել ժողովրդի գրպանը։ Խնդրում եմ այս ուղ եթերը կիսվել ձեր էջերում կամ ուղարկել հատկապես այն մարդկանց, ովքեր հավատում են, դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանին, սա շատ կարևոր է, որ նրանց գրպանը այդ մեր հարգելի հայրենակիցների գրպանն են ուզում գցել սպասվելիք արհավիրքները։ Սպասվելիք արհավիրքները փորձում են գցել այդ մարդկանց գրպանը, մեր հայրենակիցների գրպանը, ասում, դե դուք ընտրեցիք, մենք օրակարգացինք, դուք ընտրեցիք։ Այնպես որ ադրբեջանցիների բնակեցման հարցը ռեալ կա գետնի վրա, այդ մասին խոսվում է ամենաբարձր մակարդակով Ալիևը խոսել է օգոստոսի 8-ից հետո։ Սա իմացեք, որ հետո չասեք անակնկալ էր, չգիտեինք, տեղյակ չէինք, այս ամենին պետք է ուղղակի ծանոթ լինել։ Ուրեմն հաջորդ թեման Միջև այդ այսպես միջանցիկ թեմայով բան, դուք հիշում եք նախորդ եթերին, ես ասացի, որ Փաշինյանը ակտիվ քննարկում է եղել ՔՊ-ում եւ եկել են երկու որոշում, որ Փաշինյանը պիտի դեղեր ընդունի, նոր հանրության մեջ դուրս գա եւ հնարավորինս քիչ շփվի քաղաքացիների հետ։ Հիմա ընդամենը այդ ֆաստեն դեղերը չի հասցրել մարդը ընդունել, ես մեկնաբանություններում դնում եմ Հայկ Աթոյանի էջից հղում, որտեղ Փաշինյանը Ինչպես տեսնում եք, դեղերն է ընդունում արդեն հանրավակի վարում, երևի թե արդեն նոպաների պիտի սկսեն, դեղերն է ընդունում և ինչ է անում մի րոպե, ներողություն, և իր թիկնապահը խնդրում է, որ չնկարեն այդ պահը։ Կարող ուղղակի տեսնել է տեսանդ, Հայկ Աթոյանի էջից եմ կիսվել, մեկնաբանությունների բաժնում ձեզ համար, որ տեսանելի լինի։ Սա այն էր, ինչի մասին ես խոսում եմ, այս մարդը ռեալ հոգեկան հավասարակշռության առնվազն խնդիր ունի, եթե չասենք մի խոսքով, ձևակերպումները դուք արդեն պատկերացրիք։ Հիմա վերջի թեման, որի մասին կուզեմ զրուցենք, ուրեմն Հայաստանը Ալիևի պատվերով փոխի սահմանադրությունը։ Այս թեման ևս իշխանությունները, քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը փորձում են շրջանցել կամ ասել դե մենք սահմանադրությունը ուզում ենք փոխել, ինչ կապ ունի Ալիևը ինչ է ասում։ Ես այս մասով մի անեկդոտ եմ պատմել։ Նիկոլ Փաշինյանը, անեկդոտի մեջ Նիկոլ Փաշինյանը բանակում է ծառայում, բայց իրականում չի ծառայել, գիտեք, փախել է բանակից։ Ասում են երկու վարկած կա, թե ինչու չի ծառայել, կամ հոգեկան խնդիրների հետ կապված թուղթ է ունեցել, կամ հիմնավորում է բերել, իբրև թե երկու եղբայրները ծառայել եւ ինքը որպես երրորդ եղբայր չի կարող ծառայել։ Բայց եկեք պատկերացնենք Նիկոլ Փաշինյանը բանակում է ծառայում եւ տանեցիներին նամակ է գրում։ Նու տանեցիները գրում են ինչ կա, չկա, հարցնում են ո՞նց է ծառայում Նիկոլ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, ասում է ամեն բան լավ է, տղաների հետ ընկերություն եմ անում, միայն թե մի խնդիր կա, իմ վաշտի տղաները ասում է Փաշինյանն ասում է, որ իր վաշտի տղաները փնթի են, ալարում են իրենց գուլպաները լվանալ եւ ինքը ստիպված է բոլորի գուլպաները լվանալ, որ այդ փնթի վիճակը չլինի։ Իհարկե չի նկատում, որ այդ մարդիկ իրեն չմոյի տեղ են դրել եւ գուլպաները լվալ են տալ, ասում է թե փնթի են ինքնավորոշել լվալ։ Հիմա Ալիևը հայտարարել է, որ դուք պիտի սահմանադրություն փոխեք։ Իրանք փոխում են սահմանադրություն, ասում են ախպեր հո Ադրբեջանի ասածով չենք փոխում, մենք տենց որոշել էինք։ Բա միջև այդ ինչ չեք ուզում փոխել։ Արադ Միրզյանը մի անգամ փորձեց այսպես մոլորեցնել հանրությանը եւ ես շատ ուղիղ ապացուցեցի, որ ստում է Արադ Միրզյանը 2020 թվականին իրանք սահմանադրություն չէին ուզում փոխել նրա համար, որ նպատակ ունեին անկախության հռչակագրի հեղումը հանել սահմանադրությունից։ Ոչ։ Նրանք այն ժամանակ սահմանադրություն ընդհանրապես մի դրույթ էին փոխում, որպեսզի ազատվեն Հրայր Թովմասյանից։ Եվ հետո
այդ դրույթը փոխեցին խորհրդարանով, այդ սահմանադրական այդ դրույթի փոխեցին, էլի հակասահմանադրական բաներ արեցին, բայց դե սրանք քանի անգամ են սահմանադրություն տապալել, ոտնահարել, որ այս անգամ չանեն։ Հիմա Ալիևի պատվերով են դա անում։ Բայց ինչ էր սկզբում, երևի դիվանագետները մի քանի խորհուրդներ էին տվել Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը բավական փաստարկված ասում էր, որ եթե ադրբեջանցիները մտահոգություն ունեն մեր սահմանադրության մասով, որտեղ անկախության հռչակագիրն է հիշատակվում, ապա մենք էլ մտահոգություն ունենք Ադրբեջանի սահմանադրության մասով, որտեղ այնտեղ էլ իրենց հիմնադիր փաստաթուղթն է հիշատակվում, իսկ իրենց 1918 թվականի, որի ժառանգորդ են իրենց համարում, հիմնադրված պետության փաստաթղթերով իրենք Ադրբեջանի մաս էին համարում Սյունիք, Վայոց, Տավուշի մի հատված, Գեղարքունիքի մի հատված, Արարատի մարզի մի հատված։ Եվ Փաշինյանի խոսքն այն էր, որ եթե մտահոգություն կա, մենք էլ մտահոգություն ենք։ Մի խոսքով, սա դիվանագիտական մոտեցում էր իրականում։ Ես սրա համար եմ համոզված, որ դիվանագետներն էին իրեն խորհուրդ տվել։ Անցավ որոշ ժամանակ, սրանք պարտավորություն վերցրեցին սահմանադրությունը փոխելու Հայաստանի, միևնույն ժամանակ պահանջ չդրեցին, որ Ադրբեջանն էլ փոխի։ Եվ Ադրբեջանը չի փոխում իր սահմանադրությունը։ Եթե Փաշինյանը վերընտրվեց, Աստված մի արասցե, Հայաստանի սահմանադրությունը փոխվելու է, մենք հրաժարվելու ենք անկախության հռչակագրից, իսկ Ադրբեջանը չի հրաժարվելու իր հետևանքներով հանդերձ։ Եվ Ադրբեջանը գալու է ու ասելու է, սիրելի հայաստանցիներ, հայեր, Նիկոլ Փաշինյանին ընտրողներ, մեծ կամ չընտրողներ, մերժողներ կամ չմերժողներ, դուք հրաժարվել եք ձեր անկախության հռչակագրից, մեր անկախության հռչակագրով, դա այս տարածքները, որի մասին Նիկոլ Փաշինյանն էլ է խոսել, սրանք մերն են։ Փաշինյանը այդտեղ էլ ձև կտա, թե դիմադրում է, վերջում կգա կանի այն ինչ որ ուզում է անել սահմանադրության դեպքում, այն ինչ որ արեց Արցախի դեպքում, այն ինչ որ արեց Կիրանցի դեպքում, այն ինչ որ արեց Գորիսկապան ճանապարհի դեպքում, այն ինչ որ արեց Ջերմուկի դեպքում, այն ինչ որ արեց Սև լճի դեպքում, այն ինչ որ արեց Սոտքի հանքի դեպքում։ Ժողովրդին կանգնեցնելու է փաստի առաջ, ասելու դե էս է, ինչ եք ուզում։ Այ սրա մասին պետք է իմանալ սիրելի հայրենակիցներ, որովհետև մենք փաստորեն նման իրավիճակում ենք եւ մենք հնարավորություն չունենք թույլ տալու, որ Ալիևի պատվերով սահմանադրություն փոխվի, որ Ալիևի հարազատը, գործընկերը, աշխատողը Նիկոլ Փաշինյանը փորձի փոխել Հայաստանի սահմանադրությունը, որովհետև Ալիևը այդպես է ուզում, փորձի բնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում, որովհետև Ալիևը այդպես է ուզում եւ ինչ որ պլաններ ունի այդ մասով։ Սա անթույլատրելի է։ Ինչ պետք է անել սրա համար, իհարկե հանրավակային տրամաբանությամբ պետք է ասել միասին կարող ենք հունիսի 7-ին ընտրել 17-ին, բայց ես կասեմ հետեւյալը, բայց դա հիշեք, դա էլ արեք, հա, ընդհանրապես։ Անել մի բան, գնալ ընտրության եւ չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Գնալ ընտրության ու չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Գնալ ընտրության ու չընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ընտրեք ում ուզում եք, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։ Ես ուզում եմ, որ դուք ընտրեք Հայաստան դաշինք, ես առաջարկում եմ, որ դուք ընտրեք Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։ Դուք կարող եք ընտրել ում ուզում եք, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։ Ընտրության գնալը պարտադիր պայման է։ Ընտրության գնալը Հայաստանի այդ թրքահպատակեցման ճանապարհից շեղելու դեպի վերադարձնելու հայկականության հուն շատ կարևոր բան է, հնարավորություն է, շատ կարևոր հնարավորություն է։ Այդ դրա համար շատ կարևոր է ընտրության գնալ։ Ընտրության գնալ եւ երկրորդ կարևոր բանն է չընտրել Նիկոլին։ Այն բանում էր, չէ, Ռոբինզոն Կրուզոյի արկածներում էր ասում ես իմ ինչ անել ու չուտել մարդու միս, հա։ Չտրել Նիկոլին, չուտել մարդու միս, գնալ ընտրության։ Չուտել մարդու միս, չընտրել Նիկոլին, գնալ ընտրության։ Սա կարևոր բանաձև է։ Մի հատ էլ կրկնենք միասին, որտեղ միասին կարող ենք, հա, այդ տրամաբանությամբ։ Չուտել մարդու միս, չընտրել Նիկոլին ու գնալ ընտրության։
Որովհետև Նիկոլ Փաշինյանն ընտրելը մարդումի սուտելու նման մի բան է, վերջում մենք կոտորվում ենք իր կայացած որոշումների հետևանքով, պատճառով։ Այսօր այսքանը, սիրելի ընկերներ, խնդրում եմ մի ալարեք, արդեն ասեցի, խոսել եմ Պեկի հետ, այս լայվերը որ կիսվեք, հարկային պարտավորություններ չեն առաջանալու, ձեր էջը չի հարկվելու, ավելին ասեմ, հարկային զեղչեր են լինելու, եթե կիսվեք այս լայվով, լավ մնացեք, բարի գիշեր։